Հայաստանյա Առաքելական Սուրբ եկեղեցում սկսված բարենորոգումների գործընթացը մտնում է նոր փուլ։ Շարժմանը միանում են հոգևորականներ տարբեր թեմերից, տարբեր աստիճաններով, բայց մեկ հստակ ուղերձով։ Եկեղեցին պետք է նորոգվի ներսից։ Այս օրերին Հայաստանի վարչապետի եւ 10 եպիսկոպոսների ընդունած Հայաստանյա Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միացել են Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը եւս տասնյակ քահանաներ ու եկեղեցական սպասավորներ։ Ընդհանուր առմամբ ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության արդեն մոտ 2 տասնյակ քահանա միացել է այս նախաձեռնությանը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, եկեղեցու նորոգումն անկասելի է։ Վարչապետի այս հայտարարությունը փաստում է գլորվող ձնագնդի նման այն կաճի եւ կընդլայնվի ամեն անցնող օրվա հետ, ինչպես 2018 թվականի հեղափոխությունը։ Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսների ընդունած եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միացած հոգևորականների ցանկը շարունակաբար ընդլայնվում է։ Նախաձեռնությանը միացել են Տեր Մովսես քահանա Աշուրյանը, Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը, Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Պողոս քահանա Միքայելյանը, Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը, Տեր Հովանես քահանա Մաթևոսյանը, Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Տեր Պարթև քահանա Մուրադյանը, Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, Տեր Վահան քահանա Առաքելյանը, Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը, Տեր Խաչատուր քահանա Գևորգյանը, Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը, Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Տեր Երվանդ քահանա Բաբայանը։ Բարենորոգման գործընթացին միացել են նաև եկեղեցական սպասավորներ՝ Ռաֆայել Պետրոսյանը, նախկին Հայր Վազգեն Աբեղան, Ռազմիկ Սարգսակ Պետրոսյանը, Ռուբեն Սարգսակ Պետրոսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ Facebook-յան ուղիղ եթերում իր եղբայրական աջակցության, զորակցության խոսքերն ու հարգանքի հավաստիքը հայտնեց բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։ Ողջունում եմ այս հայտարարությունները եւ քահանա հայրեր, ես ուզում եմ ուղիղ ձեզ դիմել եւ եղբայրաբար ողջունել ձեր խիզախ քայլը։ Ես անկալում եմ որպես ձեր անսասան հավատարմության արտահայտություն մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն, Հայաստանի Հանրապետությանը եւ ուզում եմ այս խիզախ քայլի համար շնորհակալություն հայտնել բոլորիդ եւ ուզում եմ ասել, որ մենք իմ ամբողջ աջակցությունը ունեք, Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը ունեք։ Նա հույս հայտնեց, որ բարենորոգման գործընթացին միանալ ցանկացողների թիվը գնալով կաճի։ Եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պրոկառավարական, որտեղ նույնիսկ ամենասուր քաղաքական հակառակորդները եկեղեցու տարածքում, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու տարածքում մի կողմ են դնում իրենց հակասությունները եւ կարող են կողքի լինել մեր ազգային եկեղեցական տոների ժամանակ, կողքի մասնակցել պատարագի, կողքի աղոթք հղել առ Աստված, իրար հետ կողքի հաղորդություն ընդունել եւ կողքի հաղորդակցվել մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Իմ կարծիքով եկեղեցին հենց այսպիսի հանրային դերակատարում պետք է ունենա եւ նրա առաջնային անելիքը եւ մտահոգությունը պետք է լինի մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետության իրական կյանքում նրա դավանած արժեքների տարածման հարցը։ Այսպիսով բարենորոգումների գաղափարն աստիճանաբար դուրս է գալիս հայտարարությունների շրջանակից եւ վերածվում է շարժման, կոնկրետ անուններով, կոնկրետ դիրքավորումներով եւ հստակ նպատակով նորոգել եկեղեցին, վերականգնելով նրա հանդեպ հասարակության վստահությունը, հոգեվոր հեղինակությունը եւ ներքին առողջությունը։ Իսկ ըստ վարչապետի այս գործընթացը հետդարձ չունի։ Այնուամենայնիվ դեռ կան քահանաներ, որոնք շարունակում են սատարել գործող կաթողիկոսին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։